Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր եկել եմ Դվին գյուղ, այստեղ ջերմատանը ուրեմն ցանում են վարունգ։ Սա այն ջերմատունն է, որտեղ նախապատրաստում էին պոմիդորի համար։ Ուրեմն պոմիդորի համար պոմիդորը տնկել էին, հետո պոմիդորի վրա սկսեց խնդիրներ առաջանալ։ Հիմա կգնանք դուրս, ես ձեզ ցույց կտամ, թե ինչ իրավիճակում են։ Պոմիդորները 3 քոլքաշ են արել, ամբողջը մաքրել են։ Տնկած պոմիդորները մոտ 1 ամիս առաջ տնկել էին, 3 քոլքաշ են արել, մաքրել են ու այսօր որոշել են, քանի դեռ ժամանակ կա, ցանել աշնան համար վարունգ։ Ուրեմն ինչ խնդիրներ եղել, քանի որ ջերմատունը շատ արագ, կհիշեք նախորդ տեսանյութում, շատ արագ մաքրվել էր եւ հարստացվել էր գումաղբով, ու այնուհետեւ դրանից հետո տնկել էին պոմիդորը առանց ազոտը դուրս գալու, առանց ջերմոցի, այսպես ասած, գազերը դուրս գալու եւ ջերմատան վերևի հատվածն էլ չէր այսպես ասած ներկվել կավիճով, դրա հետևանքն էլ եղավ այն, որ տնկված պոմիդորները ուղակի անկում ապրեցին, ներքևից խեղդեց, այսպես ասած, ազոտը, վերևից էլ բարձր ջերմաստիճանը։ Ու այդ ամբողջ գազերը մնալով ջերմատանը, ամբողջ պոմիդորները փչացել էին, մի շաբաթ առաջ եկավ, հուսով էի, որ գոնե ինչ-որ բան մնացած կլինի այստեղ, եկա տեսա, հիմա գնանք ձեզ ցույց տամ, թե ինչ խնդիր է առաջացել ու ինչպիսի իրենց խոսքով շատ լավ հիանալի սածիլներ էին տնկել, բայց ամբողջը ջերմատունը, ամբողջում, այս կարելի ասել երևի 20% էր մնացել, այն էլ դեռ հարց է, կմնար, թե չէր մնա։ Դրա համար որոշել են, որ պարզապես հաշվի առնելով, որ հետագա ծախսերն ավելի շատ են լինելու, քան այն ծախսերը, որ ներդրել էին, չնայած մոտավորապես 3-400 հազարի ներդրում էին արել սերմը գնելով, մշակելով, տնկելով, այսպես ասած, աշխատողներին վճարելով, բայց այնուամենայնիվ ավելի նպատակահարմար եղավ ջերմատանը քաշել պոմիդորի քոլերը ու դրա տեղը տնկել, ցանել արդեն վարունգ։ Հիմա գնանք ձեզ ցույց տամ, թե ինչ վիճակում են այն սածիլները, որոնք քոլքաշ են արել։ Կեսը առողջ են, ուղղակի հանեց հապում է։ Հա, դա էլ իմաստ չկա։ Ամբողջ ջերմատան մի փոքր հատվածը պահել։ Իր արմատները դեղնելա չի աճը, չի գնացել հողի մեջ արմատները։ Այդ բաժակից ավել չի տարածվել, ոչ մի ձև չի աճը։ Բաժակից դուրս է եկել ու վառվել արմատները։ Այսինքն կարանք ասենք, որ հենց հողի այդ մեջ եղած ազոտն է, որ վառել է իրան, գոմաղբի ազոտը։ Այսպես իրել հետևորդներ։ Բավականին լավ քոլեր կան, բայց դա անիմաստ է սրանք արդեն պահելը։ Դե ինչ լավ մնացեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նաև հաջորդ տեսանյութերը, իսկ մենք կհանդիպենք։ Սիրուն բաց ենք, կնդես տնենք սևան որ նկարի։ Լավ, մենք կնկարենք, ընթացքում կհասկանանք սևա թե չէ։ Դեպի լույսը կանգնենք, որտեղ արդեն մայրամուտ է։ Այ սևացել է մեջը։ Հեսա։ Ինչա սևացել, ինչն է խնդիրը։ Դա հենց այնա, որ չի աճը, էլի։ Հա։ Ողջ խնդիրը է դա։ Նայ արմատների գույնը։ Հա, գույնը դարել է շագանակագույն մի քիչ։ Այսի ճիշտ որոշում էր, էլի։ Չափից ավելի։ Ինչու՞ որ։ Ոչինչ մի օր կգամ կեթատնდեի ջերմը։ Կգնանք շուտով մյուս ջերմատուն էլ կտեսնենք։ Մյուս ջերմատունն ասում է ավելի լավ վիճակում է։ Ահա, սիրելի հետևորդներ, տեսեք, ամբողջ ծածիլները քոլքաշ են արել ու թափել են։ Էլ ոչ էլ նայել են, սպասեն թե չսպասեն։ Միևնույն է, այլևս իմաստ չկա։ Տեսեք, այստեղ ուրեմն ինչ է տեղի ունեցել։ Ներքևից, որ ասում եմ, ազոտը վառել է, բոլոր մազարմատներին ազոտը վառել է։ Հիմա ես փորձեմ էկրանը խոշորացնել։ Ազոտը ամբողջը վառել է ներքևից, իսկ վերևից, քանի որ ամառվա ուր է ու շատ շոգ է, ջերմատանն էլ ջերմաստիճանը մոտավորապես մինչև 70 կարող է բարձրանալ, այս դեպքում որևէ բույս էլ չի կարող նորմալ մնալ, նորմալ աճել, զարգանալ։ Ես վերցնեմ այս մյուսը բերեմ առաջ։ Տեսեք։ Ներքևի արմատային համակարգն է, ինքը առողջ բույս է եղել դնելուց,
իսկ այստեղ վերևում վառվել է, պարզապես վերևից սկսել է վառվել, չնայած որ անընդհատ ջուր են տալիս, ջուրը տեղն են պահում։ Լավ սածիլներ էին, բայց իրավիճակը սա է։ Այս պատկերը կա նաև Դվինում մի շարք ջերմատներում, քանի որ հունիսի սկզբին դրվում է աշտան համար պոմիդորը ու շատ ջերմատներում այս տարի ունեցել ենք այս խնդիրը։ Որոշ ջերմատներ, ինչպես այս ջերմոցատերն է, ուղղակի մաքրել են պոմիդորից ու տնկել են այլ մշակաբույս, իսկ որոշ ջերմատներ դեռ մնում են պոմիդորով, իսկ ջերմոցատերերն էլ ամեն կերպ փորձում են փրկել բույսը, բայց չգիտեմ, նման դեպքում արժե արդյոք ներդրում կատարել, լրացուցիչ պարարտանյութեր տալ, դեղեր տալ, որպեսզի բույսը կենթանանա, որովհետև ինչպես ասում են, ժամանակից հետ է ընկնում ու հետևաբար վեգետացիան էլ դանդաղում է։ Իսկ օրերը գնալով դեպի ցրտում են արդեն, եթե առաջիկա 1 ամիսն էլ չկարողանա սա արդեն իր վրա ցոգոլ ունենալ, ապա արդեն անիմաստ է դառնում։ Օրերը գնալով ցրտում են, ամառ ձմեռը, երբ որ նայում ես գիշեր-ցերեկը, արդեն բավականին տարբերություն է տալիս ջերմաստիճանի, որով էլ պայմանավորված արդեն բերքի աճը կանգնում է։ Դրա համար ավելի նպատակահարմար են գտել, որ ցանել են վարունգ։ Հիմա մոտենանք տեսնենք ջերմոցատերն ինչ կասի։